Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, օր երկրորդ Թբիլիսիում։ Առավոտ շուտ ժամը 8 դեռ չկա, չնայած որ արդեն մի ժամը արթնացել ենք ու սուրճ ենք վայելել մաքուր օդին, բալկոնի պատուհանը բաց ու պատրաստվում ենք գնանք լամր խլամներին։ Ու պատրաստվում ենք գնանք Նախաճաշի։ 9:30 պիտի պատրաստ մեքենայի մոտ լինենք, որ շարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Մցխեթա ու Ջվարի քաղաքների ուղղությամբ իր տեսարժան վայրերով ամենա լավ ժամանակն անցկացնելու համար։ Հիմա հավաքենք մեզանից հետո, կարգավորենք մեր համարը ու բարձրանանք 7-րդ հարկ։ Սիրելի հետևորդներ, արդեն կազմը պատրաստանք, ես մեր բանդանա, ես մեր շքախումբն է, մնացած տուրիստներն էլ մոտենան ու շարժվենք, տնանք ուր ենք գնում, չգիտենք հերթականությունը, ես մեր զբոսավարը կգակասի, ամեն դեպքում մենք հակած կապած պատրաստ, պարտաճանաչ, երեկվա ուշանալի տեղս լրիվ պարտաճանաչ ենք արել դրանից հետոն։ Գնացինք մեզ լավ օր, ձեզ բարի դիտում, գնացինք։ Եղբայրական երթ ու սեր, Թումանյան։ Այս խաչքարը ժողովուրդ ջան, տեսեք 1915 թվականի հայաստանցիական զոհերի հիշատակին նվիրված խաչքար է։ Հիմա մենք գտնվում ենք Խոջիվանքի հայկական պանթեոնում։ Խոջիվանքի հայկական պանթեոնը ամենաընդարձակ պանթեոն գերեզմանատունն է եղել, մինչև որ վրացական իշխանությունները Լավրենտի Բերիայի նախաձեռնությամբ որոշում են եւ ամբողջ գերեզմանոցի տարածքը քանդում են։ Այստեղ 5000 քառակուսի մետր է եղել նախ ամբողջ տարածքը, հետո բացի Խոջիվանքի հայկական գերեզմանոցի հատվածը փոքրիկ հայկական եկեղեցի է եղել Սուրբ Աստվածածին։ Եկեղեցին կառուցել են Խոջայի Բեհբությանները, Խոջայի շինած բանկ, Խոջիվանք անվանումը հենց այդտեղից է առաջ եկել։ Խոջիվանքը գտնվում է Հավլաբար հայկական թաղամասում, Սուրբ Իլիայի բլուրին։ Հավլաբար հայկական թաղամասը մոտավորապես 300 տարվա պատմություն ունեցող թաղամաս է, նախկինում 26 կովիսյանների թաղամաս է կոչվել, Հավլաբար նշանակում է տարածքից ներս ընկած տարածք։ Երբ որ Հավլաբար հայկական թաղամասը կառուցում էին, ամբողջ շրջակայքը դատարկ էր ու Հավլաբարը կառուցելուց հետո շրջակայքից ստացվում է տարածքից ներս ընկած տարածք, հա։ Այստեղ հողարկավորված այս միանման քառակուսի 32 սալիկները իրանց տակ մարմիններ չկան, հետագայում հայկական եւ վրացական թեմերը համատեղ ուժերով վերականգնել եւ այստեղ տեղակայել են, հա, այս միանման սալիկները, հա, այստեղ միայն 3 գերեզման կա, կենտրոնականը Ռաֆունը, աջ ու ձախ կողմերում Թումանյանը եւ Սունդուկյանը։ Թումանյանին էլ ինչպես գիտեք, սիրտը իր տան բակում լորվա դսեղում է հողարկավորված, միայն մարմինն է այստեղ, հա։ Իրենց 49 քաղաքապետից 47-ը եղել են հայեր ու վրացիները մտածում են, որ մեծաքանակ լինել այստեղ կարող է հետագայում իրենց
համար մեծ վնասներ առաջ բերել ու նման վանդալիզմի տարբերակով փորձել են հայերի մեծամասնությունը այստեղ ճնշել, հա։ Տվյալ ժամանակաշրջանում այստեղ ապրող հայերին, երեխաներին, պետական աշխատողներին զրկել են իրենց աշխատանքներից, երեխաներին դպրոցներից ու այստեղ ապրող հայերը, ովքեր կարողացել են ունեցել հնարավորություն արտագաղթի են դիմել, իսկ ովքեր չեն ունեցել այդ հնարավորությունը, փոխել են իրենց ազգանունները եւ ծպտյալ հայերի կարգավիճակով մնացել են այստեղ, հա։ Ձեր մեջքի հետևում եկեղեցին, որ տեսնում եք, Սամեբա Ծմինդա իրենց մայր տաճարն է, Սուրբ Երրորդություն Աբրոցենից թարգմանաբար նշանակում։ Եկեղեցին կառուցել են 1995 թվականից մինչև 2002 թվականը, օծել են 2004-ին։ Այստեղ են կանչել օծելու համար Հռոմի Պապին, չնայած որ նրանք տարբեր բնական պատկանելիության են, հա, Հռոմի Պապը կաթոլիկ է, իսկ վրացիները ուղղափառ են, որպես ազդեցիկ հոգեվորականի, բայց նա ասել է չեմ գա ու չեմ օծի մի եկեղեցի, որ ուրիշի գերեզմանակահայերի վրա է կառուցել, ու քանի որ ռուսները վրացիների նման ուղղափառներ են, ռուս կաթոլիկոսն է եկել ու օծել։ Այստեղ էլ ավարտեցինք, հիմա առաջանում ենք դեպի եկեղեցի։ Շատ բարձր ու սիրուն եկեղեցի է, որը ունի նաև նկուղային հարկեր, 3-4 հարկ իջնելով ներքև գնանք մեր զբոսավարը, էդ էլ կասի, էդ էլ ձեզ ցույց կտանք, այստեղ շատ հով, լավ, հավեսով եղանակ է, այն որ ոչ շոգ է, ոչ էլ ցուրտ է, բայց որ երևի տակ հագուստը թողնենք մեքենայում, հետներս քարշ չտանք։ Հրուդ։ Շորտ, հասնում ենք եկեղեցու տարածք, դյուրնել են հարխներով ստեն, բայց շատ բարձր է, 101 մետր բարձրություն ունի։ Ես միջև կյալս ուսումնասիրել եմ։ Վրացիները քրիստոնեություն ընդունել են 326-ին, մեզանից 25 տարի հետո։ Իրանց սիմվոլը, քանի որ քրիստոնեություն տարածող կույսերից եկել անուն է կույսը, խաչն էլ սիմվոլիկ հենց ինքն է ստեղծել իր մազից ու խաղողի ողկույզից, քանի որ մազն ու ողկույզը ամուր չէին, դրա համար այսպես թևերը կորություն են ստացել։ Սիրելի հետևորդներ, եկեղեցին ինչպես նախապես ասացի, ունի նաև նկուղային հարկ, որը հիմա գնում ու ձեզ ցույց ենք տալիս։ Եվ իհարկե ես տեսնեմ։ Նայեք, իրենց սիմվոլիկ խաչը հենց այստեղ խանթոցորված է, տեսնում եք, որ ասում ենք խաղողի մազից ու ողկույզից է, այս տերևը, ողկույզի հատվածը ու մազը սենց փաթաթված։ Այս փաթաթված հատվածը տեսնում եք, այն սիմվոլիզմը այսպիսի։ Այս կարմիր նենդան տենում եք, որ սենց կապած է։ Այդ նշանակում է, որ չգործող խորան է։ Այսինքն այդ փակ խորանը իրանք սենց թենեց ունեն, բայց չգործողը հասկանում են այս կարմիր լենտայով։ Այս աստվածաշնչյան վերջին ընթրիքի պատկերն է։ Գնացեք այն կողմից նայեք բոլորը, այստեղից չի երևում։ Սիրելի հետևորդներ, շատ հետաքրքիր, շատ մեծ, հսկայական չափերի եկեղեցի էր, իսկապես շատ սիրուն էր, այն որ դրսից էլ ավելի սիրուն է, քան ներսը ու ի տարբերություն մեր հայկական եկեղեցիների, Հայաստանի եկեղեցիների, այստեղ երևի դուք էլ նկատեցիք, եկեղեցու ներսում նստարաններ չկան, Հայաստանում տեսել եք հաստատ, որ բոլորը նստում են, ովքեր որ մտնում ու խորհելու, մտածելու բան ունեն, այստեղ ընդհանրապես նստարաններ չկան, մարդիկ կանգնած, ծնկած կամ կիսածնկած վիճակում են լինում եկեղեցու։ Այս էլ վրացիների կաթողիկոսն է։ Այնքան էլ մերին նման է։ Սա էլ դուրսը, ծառերը սիրուն, ծաղկած, գունավոր, եղանակը տրամադրող, մեր տրամադրությունը բարձր, ես էլ ինչ անունում, վայելել, մեր անցկացրած ամեն մի օրը, ժամը, պահը և այլն։ Այս ինչ ասում, 12 առաքյալներն են խորհրդանշում են դրսի սյուները։ Առաքյալները 12 տարբեր անհատականություններ են, խաչերն են
դասիքները տարբեր են։ Այստեղ հեսա երկու կողմից կան 6 խաչի, հաստատ նման խաչ երկու հատ չեք տեսնի։ 6-ն էլ 12-ն էլ մեկը մեկից տարբեր են։ Շատ սիրուն է ժողովուրդ, շատ տարածքը դիր նա տեսեք այսպես աստիճաններով բարձրանում ես մինչև հլա տեսեք են ուր է հասնում եկեղեցին Սիրելի հետևորդներ եւ այս հատվածից հա դեպի եկեղեցին ընդիր տեսարան եւ հակառակ ուղությունից այս ուղությունից ես ձեզ ցույց տվեցի հիմա ցույց կտամ հակառակը երբ բարձրանամ այնտեղ Մնում այսքան աստիճանը բարձրանամ, ես էլ հակառակ տեսարանը, շատ սիրուն, ընդիր Եկեղեցին Համլաբարի նոր Էջմիածնեցոց եկեղեցին է կառուցվել է 1806-ին, օծվել 1809 թվականին, բայց եկեղեցին սկզբանե եղել է Սուրբ Գևորգ։ Գմբեթի հատված այլքարի տեսակ է, եկեղեցին ամբողջությամբ այլքարի տեսակ է, տեսնում եք ինքը աղյուսս է, իսկ գմբեթի հատված արդեն այլքար է։ Երբ որ գմբեթը վնասվել է, տեղի հայկական թեմը ֆինանսական միջոցներ չի ունեցել, որպեսզի կարողանա բարեկարգել եկեղեցին իր սեփական միջոցներով։ Օգնության խնդրանքով դիմել են Հայաստանի Էջմիածնի թեմին, դրանից հետո երբ որ գմբեթը կառուցել են ամբողջությամբ Հայաստանի օգնությամբ, Հայաստանի պատվերով էլ Էջմիածնի թեմով եկեղեցին անվանակոչել են Էջմիածնեցոց, բայց ինքը սկզբանե Սուրբ Գևորգ է եղել հայկական։ Այս խաչքարը նվիրված է հայ եւ վրաց եղբայրության ազգերի դարավոր եղբայրությանը նվիրված։ Հետևի հատվածում Մանթաշյանի գերեզմանը կա, որ իր թորներն են բերել եւ տեղակայել այնտեղ, հա։ Նմանատիպ արձանային մենք ունենք նաև Դիլիջան քաղաքի կենտրոնական զբոսայգու հատվածում, այս մոտ Դիլիջան քաղաքում, այնտեղ միայն 3 գլխավոր հերոսներն են, ռեժիսորը չկա, այո։ Դիլիջան քաղաքն է տեղադրման արձանի համար դիրք հանդիսացել, որովհետև ֆիլմի մեջ Վարորդ Ռոձիկը հենց Դիլիջանից էր, դրա համար հենց այնտեղ տեղակայել են, իսկ այստեղ ակերը իր ձեռքին է, որովհետև ֆիլմի մեջ ինքն էր, չէ՞, տանում, դասավորում, բերում, իջեցնում, դնում, դրա համար է իր ձեռքին։ Հետևի սպիտակ շենքը, որ տեսնում եք, Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքն է, դա Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ հայկական թատրոնի շենքն է, որտեղ հայերենով բեմադրություններ իրականացնում են։ Սիրելի հետևորդներ, գտնվում ենք Հավլաբար թաղամասում։ Եկեղեցին, որը ցույց տվեցի, կրկին նույն թաղամասում է, Միմինոյի արձանները էլի Հավլաբար թաղամասում է, ինչպես ասում են, Հավլաբարում ձյուն է եկել։ Դրայրայրայրայրայրայրամ։ Մեր խումբը շարունակում է հրաքյատ տված մանկյալը։ Սիրելի հետևորդներ, եկանք, ահագին ժամանակա գալիս ենք, եկել ենք այն նման մի վայր, հիմա մոտենանք ու մեր զբոսավարը կխոսի հետ մասին, կտենանք, իրոք ես ուր եկանք այսքան երկար, ժողովուրդ հլա բիփորտին, Սխելի փիփորտ, սխելի։ Տեսեք, այստեղ կուրը եւ արագվին են միանում իրար։ Սև գետը, որը տեսնում եք, դա կուրն է, իսկ աջ կողմից արդեն արագվին գալիս է Բորչալուի շրջանի Արագվի գյուղից։ Երկու գետերը միախառնվելով իրար հոսում են դեպի Ադրբեջանի Հանրապետություն։ Այնտեղ տարածքում միանալով Արաքսին թափվում են Կասպից ծով։ Ասեմ, որ ռուս հրապարակախոս Լերմոնտովը ունի աշխատություն, որը նվիրված է հենց այս գետերին։ Աշխատությունը կոչվում է Մծիրի, չգիտեմ կարդացել եք թե չէ Մծիրի աշխատությունը։ Как две сестры, куры Арагвы проливаются на одном месте։ Տեսնում եք ձեր դիմացի ամբողջությամբ մցխետա քաղաքն է, շատ սիրուն է, իր կարմիր կտուրներով քաղաք է համարվում, շատ նման է մեր Գորիսին, մեր Գորիսն էլ կարմիր կտուրներով քաղաք է։ Բերթա Պարասպի ներսում տեսնում եք եկեղեցին, դա Մայր տաճարն է։
Հաջորդ կայանման վայրի մասին տեղեկություն չունեմ, չգիտեմ որ պիտի գնանք, բայց այդ ուր տանում են հերթով գնում ենք։ Սա եկեղեցու քարային տարբերակով մակետ է, երկու ցլի գլուխները վերևի հատվածում, հենց առաջին կամարաշարի մուտքի, դրանք հզորություն խորհրդանշող կենդանիներ են։ Սիմվոլիկ խաչը իրանց, սև գույնի խաչը, հենա, ուղղակի ստեղ պապակուց տարայի մեջ չի, պարզապես խաչը, երկու կողմից թևերը թեք, սիմվոլիկ խաչ բոլորի եկեղեցիների մոտ ունեն։ Ինքը ամբողջությամբ բերդապարսպի ներսի հատվածમાં։ Բերդապարսպները միշտ պաշտպանական նշանակության են եղել, որպեսզի պատերազմական գործողությունների ժամանակ շատ դժվարությամբ կարողանան հասնել եկեղեցիներին, հա։ Տեսեք զանգակատունը էլի առանձին է եկեղեցուց, եկեղեցին 11-ից 12-րդ դարերում են կառուցել, բայց զանգակատունը ավելի ուշ, որովհետև պարզ երևում է իր տեսքից, որ ինքը նոր կառուցված զանգակատուն է, հա։ Տեսեք, եկեղեցու այս կամարաշարը տեսնում եք, հենց ամենավերևի կամարաշարը։ Անմիջապես տակը, ձեռքա ու ինչ-որ գործիք։ Տեսակ, ասում են, որ դա տվյալ, եկեք ես կողմ տիկին Մարն է։ Հենա, կամ տեսնում եք ձեռքի մեջ սենց բռնած, այս ձեռքի կես հատվածը, հա։ Ասում են, որ դա տվյալ եկեղեցին կառուցող ճարտարապետի ձեռքն է կտրել են, որ ավելի շքեղ եկեղեցի քան սա է, հետագայում չկառուցեն, հա։ Եկեղեցին Սվետից Խովելի եկեղեցին է։ Սվետից Խովելի վրացենից թարգմանաբար նշանակում է կենարար սյուն։ Իհարկե եկեղեցու պատմությունը մի փոքր լեգենդային է, վերևի ջվարի պատկերը հիշում եք։ Ասում են Էլիոս անով մի տղա, ով ընդհանրապես հոգևորականության հետ կապ չի ունենում, գնում է Երուսաղեմ ու այնտեղ տեսնում Հիսուսի պատանը, Խիտոն ասվածը, որը փաթաթել է նրան մահանալուց հետո։ Գնում է այդ պատանը եւ բերում էստեղ Սիդոնիա անունով մի քույր է ունենում, ով այդ պատանին հպվելով մի որոշ ժամանակ անց մահանում է ու նրան հողարկավորում են հենց այս տարածքում։ Այստեղ բացի այս մայր տաճարը նաև փոքրիկ հայկական փոքրիկ եկեղեցի է եղել, հա, երբ որ մահանում են նրան հողարկավորում են այս տարածքում, մի որոշ ժամանակ անց տեսնում են, որ իր գերեզմանի վրա ծառ է աճել, որը բավականին հաստ բուն ունի։ Կտրում են այդ ծառը, տեսնում են, որ 7 սյուներ են։ Որոշում են, որ պիտի եկեղեցի կառուցեն, ուղղակի սիմետրիկության առումով հնարավոր չի լինում 7 սյուները դնել հիմքի մեջ։ 7-ից ընդամենը կարողանում են 6-ը դնել, իրար դեմ դիմացով 6 սյուները դնում են եւ եկեղեցի են կառուցում, այնպես են կառուցում, որ այստեղ եղած փոքր եկեղեցին չեն քանդում, մտնում է մեծի մեջ, հա, հիմա առաջանանք ներսում կտեսնենք այդ մեծ եկեղեցին։ Այս 1 դիմացին է 2։ Տեսեք նույն ջվարի եկեղեցու պատկերն է ու ամբողջական եկեղեցու պատմությունը։ 1, 2 եկեղեցին, որը մնացել է ներսում ու չեն քանդել, մեզ մոտ միայն Աղթալան է այդպիսին եկեղեցու ներսում։ Ուրիշ կառույց մենք չունենք, որ երկու եկեղեցի իրար մեջ լինեն, հա։ Հաջորդ սյունը դիմացինը 4։ Ճիշտ է, 1, 2, 3, 4։ 5-րդը դիմացը անմիջապես 6-ը եւ 7-րդը, որը որ չի մտել հիմքի մեջ, այս փոքրն է։ Հիմա տեսեք, իրան այնպես է քապվում, որ այս հատվածից առաջ ոտքը չդնեք, այսինքն պետքա սենց ցկվեք։ Այս մարդկանց նպատակներն ու երազանքները իրականում են, բայց պետքա ոտքը առաջ չդնեք, էլի պետքա ուղղակի հպվեք։ Այսքան բան, ուրիշ տարբերակով չեք կարա։ Եկեք առաջանանք, տեսեք կաթողիկոսիաթոռը այստեղ էլ էլի դրված է։ Եկեք։ Ժողովուրդ
շարժվեցինք, երևի արդեն մեկ էլ կանգնենք սահմանին, տամոժնին անցնելիս, անցակետը անցնելիս ու հայրենիքըմ ձեզ հաջող կանը, ռիսկով գնացինք։ Սիրելի հետևորդներ, մենք արդեն սահմանին ենք, մեքենայից իջանք ու անձրագրերով մոտենում ենք անցակետին։ Մեքենաների հերթը այդքան էլ շատ չի, նրանք մարդկանց հերթը ուր է հասնում, դե դրսում մարդ չկա, ներսում դժվար է ինքան շատ լինեն, որ ժամով կանգնենք, մեր ավտոն էլ մի քիչ առաջ գիրանցն անցել է դեսը, սիրելի հետևորդներ, վրացական սահմանն էլ անցանք, մեր ընկերնին գան, մեզ մոտենան ու մեքենան էլ գա, հանցնենք հայկականին, տնանք են տեղ ոնց է, այստեղ անցնելիս ոչ մի սումկա, ոչ մի վեշ մեր ձեռը չկա, մենակ անձնագիր, իսկ հայկականում ասում են սաղ են ավտոյի վերջի տոպրակից հետ, պիտի մենք հետները ստանենք, որ անցկացնենք, դե հիմա ինչ կասեն, հեն էլ կանենք, ենթակա մարդիկ։ Սիրելի հետևորդներ, մենք վերջացրինք, մենք արդեն մեր մեքենայում ենք ու շարժվում ենք դեպի մեր հայրենիքը, հայրենիքում ենք գնում ենք գյուղ արդեն, մեզ տրվել է զեղչի կտրոններ, յուրաքանչյուրիս մեկը 5% զեղչ, եթե մասնակցենք կրկին իրենց տուրերին, մեզ տրվել է նաև մասնակցության կտրոն, որը որ 4 տուրի մասնակցելուց հետո 5-րդ նստանում ենք նվեր դեպի Ծաղկաձոր կամ դեպի Սևան, մեկօրյա տուր, որը իմիջայլոց ավելի թանկ է նստում, քան թե Հայաստանից դուրս տուրի մասնակցելը, շատ լավ ժամանակ ենք անցկացրել, շատ ուրախ ենք եղել, ճիշտն ասած երեք շատ ավելի լավն էր եղան տրամադրությունը մեր անցկացրած օրը, քան թե այսօր, կամ հոգնած էինք, կամ մի քիչ վռազում էինք այսօր, անընդհատ որ պրծեք, բայց երեք ամբողջ օրը ամբողջությամբ շատ լավ անցել, առավոտից մինչև երեկո։ Կարծում եմ հոլովակում էլ ներկայացրեցի այն ամենը, ինչը որ լավ էր, ինչը որ հաճելի էր ու այն ինչը որ դուք էիք ուզում տեսնել, մեզ համար որ շատ լավ է եղել։ Դե ինչ սիրելի հետևորդներ, նմանատիպ հոլովակները շարունակվելու են, մահանա վլոգ նկարելը ես էլ ման եմ գալիս, տեսնում եմ, զբոսնում եմ, մասնակցում եմ, մի խոսքով, բայց մի քիչ էլ դժվար է, որովհետև ոչ միայն մնացած մասնակիցների նման մասնակցում եմ, այլ նաև ներկայացնում եմ, անընդհատ քոչից ետ եմ մնում։ Դե ինչ, սիրում եմ բոլորիդ, ովքեր նոր են միացել ալիքից, բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս և գրեք մեկնաբանություններ։ Մնացեք բարով։